Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդ Ալ Նահյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի ԱԳՆ ղեկավար Գեդեոն Սաարիի հետ, որի ընթացքում կողմերը պայմանավորվել են սկսել ԱՄԷ-ից Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումները։ Էմիրաթական WAM լրատվական գործակալության փոխանցմամբ առաջին փուլում հումանիտար օգնությունը սնունդ կապահովի Պաղեստինյան անկլավում գտնվող շուրջ 15,000 խաղաղ բնակիչների համար։ ԱՄԷ-ի նախաձեռնությունը ներառում է նաև մանկական ապրանքների և հումքի մատակարարում Գազայի հատված հացաբուլկեղենի համար։ Մայիսի 18-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր Գազայի հատվածի հյուսիսային և հարավային շրջաններում ռազմական գործողություններ սկսելու մասին Գեդեոնի կարգերը կոչվող ցամաքային լայնածավալ գործողության շրջանակներում։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հուսով է, որ Ստամբուլում տեղի ունեցած ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները հիմք կդառնան համապարփակ զինադադարի և հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այդ մասին նա հայտարարել է Բուդապեշտում թուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում։ Ընթացիկ հանդիպումը նախորդում է ԳԹԿ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Թուրքիան ներկայացնում է նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։ Մենք հուսով ենք, որ Ստամբուլի բանակցությունները ճանապարհ կհարթեն համապարփակ զինադադարի և ապագայում արդար և կայուն խաղաղության համար, ասել է Ֆիդանը։ Նրա ելույթը հեռարձակել է TRT Haber հեռուստաալիքը։ Մայիսի 16-ին Ստամբուլում բանակցություններ էին տեղի ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Արդյունքում Մոսկվան և Կիևը պայմանավորվել էին փոխանակել գերիներին 1000-ի դիմաց բանաձևով, ներկայացնել հնարավոր ապագա զինադադարի իրենց տեսլականը, մանրամասն ձևակերպել այն և շարունակել բանակցային գործընթացը։ Եվրամիությունը մտադիր է շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա ուկրաինական հարցում և արդեն աշխատում է հաջորդ պատժամիջոցների փաթեթի վրա, որը ել ավելի կոշտ կլինի։ ՌԻԱ Նովոստիին հայտնել են Եվրամիության արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունից։ Ռուսաստանի Դաշնությունը բազմիցս հայտարարել է, որ երկիրը հաղթահարելու է պատժամիջոցների ճնշումը, որը Արևմուտքը սկսել է մի քանի տարի առաջ կիրառել Ռուսաստանի նկատմամբ և շարունակում է ուժեղանալ։ Մոսկվան նշել է, որ Արևմուտքը քաջություն չունի ընդունելու Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ձախողումը։ Բուն արևմտյան երկրներում մեկ անգամ չէ, որ կարծիքներ են հնչել, որ հակառուսական պատժամիջոցները անարդյունավետ են։ Եթե Ռուսաստանը չհամաձայնի ամբողջական անվերապահ զինադադարին, ավելի մեծ ճնշում կլինի։ Մենք արդեն աշխատում ենք հաջորդ փաթեթի վրա ավելի կոշտ պատժամիջոցներով, ասել է Եվրամիության խոսնակ Անիտա Հիպերը։ Իրանի Մեջլիսը խորհրդարանը հավանություն է տվել Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի մասին օրենքի նախագծին, հայտնում է Ֆարս գործակալությունը։ Խորհրդարանի անդամները հավանություն են տվել Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության պայմանագրի մասին օրենքի նախագծի ընդհանուր դրույթներին, ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Ռուսաստանի և Իրանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը մայիսի սկզբին ուղարկվել է Իրանի Իրանի արտգործնախարարության խոսնակ Իսմայիլ Բաղայիի խոսքով պայմանագիրն ակտիվորեն անցնում է վավերացման համար անհրաժեշտ փուլերը։ Համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունվարի 17-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ստամբուլում ընթացող բանակցություններում ուկրաինական պատվիրակության պահվածքն անվանել է կրկեսային հյուրախաղ։ Նրա խոսքերը մեջբերում է ռադիո Սպուտնիկը։ Զախարովան նշել է, որ բանակցություններում սառույցն ու կրակը միավորվել են։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը բարի կամք դրսևորեց առանց նախապայմանների բանակցություններ վարելու նախաձեռնությամբ, չնայած բոլոր այն հանգամանքներին, որ առնչվում են այն հարցերին, որոնք այժմ բոլորն իրենց տալիս են լեգիտիմության և ադեկվատության մասին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին վատ որոշումներով կործանել է իր երկիրը։ Այս մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական Դուգլաս Մակ Գրեգորը YouTube-ի Daniel Davis Deep Dive ալիքում։ Զելենսկին կործանել է երկիրը, նրան չեն մտահոգում իր վատ որոշումների հետևանքով մարդկային կորուստները և ծայրահեղ վատ ղեկավարումը, ընդգծել է Մակ Գրեգորը։ Զելենսկին Ուկրաինայի բնակչության զգալի մասին ստիպել է լքել երկիրը, հավելել է փորձագետը։ Զելենսկու պաշտոնավարման ժամկետը լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին Ուկրաինայում անցած տարվա նախագահական ընտրությունները չեղարկվել են ռազմական դրության և ընդհանուր մոբիլիզացիայի պատճառաբանությամբ։
Ինքը Զելենսկին հայտարարել է, որ ներկա պայմաններում պետության ղեկավարի ընտրությունները ժամանակավրեպ են։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին ասել է, որ Մոսկվան եւ Կիևը պետք է ինքնուրույն հասնեն հակամարտության կարգավորմանը։ Այս մասին գրում է The New York Times թերթը։ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին եւ այլ եվրոպացի առաջնորդներին Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է ինքնուրույն լուծեն հակամարտությունը, ասվում է հրապարակման մեջ։ Պարբերականը նաեւ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ԱՄՆ-ն ի տարբերություն Եվրոպայի ձգտում է ավելի լայն հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի հետ։ NYT-ն այս իրավիճակը անվանել է պառակտում Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում։ Հայրենիքին մատուցված երկարամյա ծառայությունը մարտում հաջողության գլխավոր գրավականն է։ Այս մասին Կուրսկի մարզում կամավորների հետ հանդիպանը հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Ցանկացած հաջողության ամենակարևոր գրավականը հատկապես դժվարին պահերին եւ մարտական պայմաններում մարդու ներքին սառնասրտությունն է եւ պատրաստակամությունը կատարելու այն գործողությունները, որոնք նրանից ակնկալում է հայրենիքը, ասել է Ռուսաստանի ղեկավարը։ Նրա խոսքով այս դեպքում առաջնային նշանակություն ունի մոտիվացիան։ Մենք չենք կարող դա անել առանց տեխնիկայի եւ զինամթերքի, բայց ներքին մոտիվացիան առաջինն է, ասել է Պուտինը։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպան ժամանակ հայտարարել է, որ Երևանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Մոսկվայի հետ բոլոր ուղղություններով։ Երևանում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նա նշել է, որ Երևանը չի պատրաստվում վերաֆորմատավորել իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մեր պարտավորությունները եւ իրավունքները, մեր մտադրությունները միմյանց նկատմամբ հստակ գրված են թղթի վրա, ստորագրված եւ վավերացված են եւ դրանք որևէ մեկը չի լուծարել։ Միևնույն ժամանակ հայտնի են հայաստանյան կողմի մտահոգություններն այն մասին, որ նախատեսված մեխանիզմները ոչ միշտ եւ ոչ սահմանված կարգով են աշխատել, բայց սա բոլորովին այլ հարց է։ Կարող ենք քննարկել այդ մեխանիզմների արդյունավետ գործարկման հարցը, բայց հարաբերությունները վերաֆորմատավորելու մասին հարց մեր օրակարգում չկա, ասել է Միրզոյանը։ Լավրովը խոսելով Երևանի եւ Բաքվի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման մասին ասել է, որ Մոսկվան շահագրգռված է դրանով։ Նաև ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է հնարավոր բոլոր եղանակներով աջակցել Հայաստանի սուվերենության տարածքային ամբողջականության ապահովմանը։ Մեր դաշնակցային կարևորագույն ուղղություններից մեկը մենք շարունակում ենք համարել անվտանգության ոլորտը։ Մենք պատրաստ ենք հնարավոր բոլոր եղանակներով աջակցել Հայաստանի պաշտպանության, սուվերենության եւ տարածքային ամբողջականության ապահովմանը, նշել է ՌԴԱԳ նախարարը։ Լավրովն անդրադարձել է նաև վերջին շրջանում քննարկումների առիթ տված խոսակցություններին, թե Ադրբեջանը պահանջել է Հայաստանից դուրս բերել ռուսական 102-րդ ռազմաբազան։ Նա կարծում է, որ ռուսական ռազմաբազան կարևոր բաղադրիչ է Հայաստանի անվտանգության երաշխավորման համար։ ՀՅԴ բյուրոյի անդամ Տարոն Տոնոյանը կարծում է, որ Ալիևն ամեն բան անելու է, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի վարչապետի պաշտոնում։ Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ Տոնոյանը նշել է, որ հենց այդ նպատակով Ալիևը տալու է խաղաղության պայմանագրի թուղթը։ Ես կարծում եմ, որ Ալիևը ամեն ինչ կորզելու է մինչև 26 թվականի ընտրությունների նախօրիակներ։ Նախորյակներին ինքը երբեք թույլ չի տա, Ալիևը թույլ չի տա, որպեսզի Նիկոլը չվերընտրվի։ Ինքը այդ խաղաղության թուղթը տալու է, որ Նիկոլը վերընտրվի, որ դրանից հետո շարունակի իր պահանջները։ Մայիսի 30-ից ԱՄՆ դեսպանատունը գործարկելու է ներգաղթային եւ ոչ ներգաղթային դիմումների համար հարցազրույցի օր ամրագրելու եւ պահանջվող փաստաթղթերի ներկայացման նոր առցանց համակարգ։ Այս մասին հայտնել են ԱՄՆ դեսպանությունից։ Հարցազրույցի ամրագրման համար նախկինում օգտագործվող համակարգն ակտիվացված է։ Կայքեջը հասանելի է միայն ընթերցման ռեժիմով։ Հետևաբար դրա միջոցով այլևս հնարավոր չէ դիմել։ Նոր համակարգը գործարկվելու է մայիսի 30-ին։ Այդ օրը հրապարակվելիք ցուցումները կօգնեն տեղափոխել հաշիվը նոր համակարգ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն ասել է, Մոսկվան եւ Կիևը պետք է ինքնուրույն հասնեն հակամարտության կարգավորմանը։ Այս մասին գրում է New York Times-ը։
Թրամփն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն եւ այլ եվրոպացի առաջնորդներին Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ասել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է ինքնուրույն լուծեն հակամարտությունը, ասվում է հրապարակման մեջ։ Պարբերականը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ ԱՄՆ-ն ի տարբերություն Եվրոպայի ձգտում է ավելի լայն հարաբերություններ զարգացնել Ռուսաստանի հետ։ Պարբերականը այս իրավիճակն անվանել է պառակտում Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում։ Ուկրաինայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Մոսկվայի եւ Կիևի բանակցությունները փոխանցելու պատրաստակամությունը կարող են ընկալել որպես ազդանշան, որ Վաշինգտոնն այլևս շահագրգռված չէ հակամարտության կարգավորման գործում ակտիվ միջնորդությամբ։ Այս մասին գրում է բրիտանական Spectator ամսագիրը։ Բացի այդ, ինչպես նշվում է հոդվածում, Թրամփի հայտարարությունը կարող է վկայել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա լուրջ ճնշում գործադրել չցանկանալու մասին։ Պարբերականը ընդգծում է, որ դա ոչ մի լավ բան չի խոստանում Կիևին, քանի որ նրա եվրոպացի դաշնակիցներն արդեն ցուցադրել են իրենց անպատասխանատվությունը, անհաջող փորձելով զինադադարի վերջնագրով ճնշում գործադրել Մոսկվայի վրա։ Մինչ ԱԳՆ շենքում ընթանում էր Միրզոյան-Լավրով ասուլիսը, դրսում ակցիա էր ընդդեմ Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության։ Դիվանագիտական հարաբերություններին դեմ չենք։ Դիվանագիտական հարաբերություններ կարելի է ունենալ ում հետ ասեք։ Բայց այն աննորմալ ներկայությունը, որը Ռուսաստանում կա, եւ հարաբերությունների այն կարգավիճակը, որը կա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, չի համապատասխանում իրականությանը։ Ռուսաստանը մեր դեմ վարում է հիբրիդային պատերազմ, այստեղ առանցքային բառը պատերազմն է, պատերազմ վարում են թշնամիները։ Հետևաբար այստեղ ինչ-որ բարեկամությունից բանից խոսալ միայն կարելի է կամ անբարոյականության, կամ էլ անհատակ հիմարության պարագայում։ Բաքվում շարունակվել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատական ֆարսը։ Վարդանյանը կրկին բողոք է հայտնել գործը քննող դատավարական կոլեգիայի դեմ, որը կրկին մնացել է առանց քննարկման։ Հաջորդ շինծու նշանակվել է մայիսի 27-ին։ Իմպիչմենտի գործընթացը լավ է, բայց Էդմոն Մարուկյանին վարչապետի թեկնածու համարելու տրամաբանություն չկա։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նաև այդ թեկնածությունը մերժվել է պատիվ ունեմ խմբակցության կողմից եւ ես եթե չեմ սխալվում մի քանի ժամ առաջ աչքովս ընկա որ նույն այդ անձնավորությունը մուննաթ է գալիս այսպես ասած պատիվ ունեմի որ մի ժամանակ ասում էիք որ ով է լի թեկնածու մենք կողմ քվեարկեք քվեարկեք այսինքն մի հատ էլ այնպես աստացու մի հատ էլ ինքն է շանտաժի ենթարկում պատիվ ունեմ դաշինքին եւ որ ասել է արի ասածը տար, այսինքն ես չեմ հասկանում, մենք ինչա պետք է դառնանք ինչ-որ մարդկանց ձեռքի գործիքը, որն է դրա տրամաբանությունը։ Պետք է արժանի թեկնածու լինի մեկ, երկրորդը դրանից առաջ պետք է հսկայածավալ աշխատանք արվի։ Ասում մենակ հալվա ասելով բերանը չի քաղցրանում։ Իմպիչմենտի գործընթաց լավ է, բայց դրա տակ կա պիտի լինի աշխատանք, դրա տակ պիտի լինի գործ, դրա տակ պիտի լինի ռեսուրսներ, մարդկային, ֆինանսական եւ այլն եւ այսպես շարունակ։ Այսինքն այնպես չի որ ասեցինք, քաշվեցինք մի կողմ։ Դե ասեցինք, դե անողները թող անեն, տեխնացուն էլ թե թող ուզում ալնի։ Այսինքն ոնց որ եղավ հիմա, ոնց որ հիմա մենք տեսնում ենք ինչ է կատարվում։ Օկուպացված Արցախում շարունակվում են Իրան-ադրբեջանական համատեղ զորավարժությունները։ Նշվում է, թե երկու երկրների կապերի եւ համագործակցության ամրապնդման տեսանկյունից առանձնահատուկ նշանակություն ունեն Արազ 2025 համատեղ զորավարժությունները, որ կավարտվեն մայիսի 21-ին։ 2024 թվականին ԱԳՆ շենքի դիմաց Տավուշը հանուն հայրենիքի շարժման մասնակիցների բողոքի ակցիայի գործով Մեսրով Եսայանը, Գագիկ Համբարձումյանը, Ժորա Ավետիսյանը արդարացվել են։ Արդարացման դատական ակտը կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը Մուշեղ Արամյանի նախագահությամբ։ Փաստաբան Վարդուհի Սարգսյանը հայտնել է, որ դատավոր Մուշեղ Արամյանը Տավուշը հանուն հայրենիքի շարժման ակցիայի մասնակիցների նկատմամբ կայացրել է արդարացման վերդիկ։ ԱԳՆ շենքի մոտ ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջև տեղի ունեցած միջադեպը չհամարելով խուլիգանություն։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի օրը հաստատել էր, որ Միացյալ Նահանգները որոշել է չմասնակցել Հարավային Աֆրիկայում կայանալիք G20 գագաթնաժողովին ընդունող երկրի ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով։ Մենք որոշեցինք այս տարի չմասնակցել Հարավային Աֆրիկայի կողմից կազմակերպվող G20-ին, ոչ արտաքին գործերի նախարարության, ոչ էլ նախագահի մակարդակով, եւ դա մեծապես կապված էր այս հարցերի մի մասի հետ, բացի որոշ ասպեկտներից, որոնք նրանք ներառել են իրենց օրակարգում եւ որոնք մեր կարծիքով չեն արտացոլում այս վարչակազմի առաջնահերթությունները, ասաց Ռուբիոն Սենատի լսումների ժամանակ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիևը դաշնակիցների հետ քննարկում է Ռուսաստանի հետ ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը հրապարակումը հայտնվել է նրա Telegram ալիքում։ Նրա խոսքով Ուկրաինան եւ նրա դաշնակիցները քննարկում են մանրամասներն ու առաջարկները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա զրույցից հետո։ Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը պետք է մասնակից լինի խաղաղության գործընթացին։ Մենք գործընկերների հետ խոսում ենք ռուսերի հետ հաջորդ հանդիպումների մասին, ուղիղ բանակցություններ, որոնց Ուկրաինան բացարձակապես պատրաստ է եւ ցանկացած ձևաչափով որ արդյունք կտա։ Ես շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր օգնում են մեզ, գրել է Զելենսկին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՀՕՊ համակարգերը Ռուսաստանի 3 շրջաններում ոչնչացրել են ուկրաինական 15 անօդաչու թռչող սարք։ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մինչև 21:40 հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ինքնաթիռային տիպի 15 ուկրաինական անօդաչու թռչող սարք, 11 անօդաչու թռչող սարք Օրիոլի մարզի տարածքում, 3-ը Բրյանսկի մարզի տարածքում եւ 1-ը Բելգորոդի մարզի տարածքում հայտնել են գերատեսչությունում։ Դոնի Ռոստովում արտակարգ ծառայությունների համար բարձր պատրաստվածության ռեժիմ է մտցվել եղանակային պայմանների վատթարացման, ուժեղ անձրևների եւ քամու պատճառով։ Այս մասին իր Telegram-յան ալիքում հայտնել է քաղաքապետ Ալեքսանդր Սկրյաբինը։ Նրա խոսքով ռեժիմը մտցվել է վայրկյանում մինչև 20-ից 25 մետր արագությամբ քամու հետ կապված տեղատարապ անձրևների պատճառով։ Քաղաքապետը հավելել է, որ բարձր զգոնության ռեժիմը կգործի մայիսի 20-ից մինչև մայիսի 22-ը։ Մոսկվայի ժամանակով ժամը 12:00 ներառյալ Սկրյաբինը կոչ է արել տեղի բնակիչներին պահպանել անվտանգության միջոցառումները եւ զգույշ լինել։ ԱՄՆ վարչակազմը ակնկալում է այս շաբաթ Ռուսաստանից ստանալ Ուկրաինայում հրադադարի պայմանների ցանկ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն։ Այսպիսով այն ինչ մենք հիմա ակնկալում ենք, հիմնվելով նախագահի զանգի եւ պարոն Սերգեյ Լավրովի հետ շաբաթավերջին ունեցած իմ զրույցների վրա, այն է, որ որոշակի պահի բավականին շուտով, գուցե մի քանի օրից, գուցե այս շաբաթ մենք հուսով ենք, որ ռուսական կողմը կներկայացնի այն պայմանները, որոնք ինքը ցանկանար տեսնել, ասել է Ռուբիոն Սենատի հատկացումների հանձնաժողովի լսումների ժամանակ։ Պարզապես ընդհանուր պայմաններ, որոնք թույլ կտան մեզ շարժվել դեպի հրադադար եւ այդ հրադադարը թույլ կտա մեզ մանրամասն բանակցություններ սկսել հակամարտությունը դադարեցնելու համար, հավելել է Ռուբիոն։ Լեհաստանը չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա, սա վերջնական որոշում է, այս մասին TVP Info հեռուստաալիքի եթերում հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։ Այո, պատասխանել է քաղաքական գործիչը հեռուստահաղորդավարի այն հարցին, թե արդյոք Լեհաստանի իշխանությունների Ուկրաինա զորքեր չուղարկելու որոշումը վերջնական է եւ վերանայման ենթակա չէ։ Նրա խոսքով Վարշավան այս հարցում արևմտյան գործընկերների ճշմարտ տակ չէ եւ ԱՄՆ նույնպես տեղյակ է լեհական կողմի դիրքորոշումից։ Իսրայելը հետ է կանչում իր պատվիրակությունը Դոհայից Պաղեստինյան Համաս շարժման կողմից ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկովի պատանդներին ազատ արձակելու եւ կրակը դադարեցնելու ծրագիրը չընդունելու պատճառով հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը։ Այս մասին հաղորդում է RIA Novosti։ Նեթանյահուի գրասենյակը շեշտել է, որ իսրայելական կողմը համաձայն է Վաշինգտոնի առաջարկին Ուիթկովի պլանի հիման վրա վերադարձնել առևանգվածներին, սակայն Համասը շարունակում է հավատարիմ մնալ իր մերժման քաղաքականությանը։ Դոհայում մեկ շաբաթ տևած ինտենսիվ շփումներից հետո ավագ բանակցային թիմը կվերադառնա Իսրայել խորհրդակցությունների համար, հայտնել են գրասենյակից։ Իսրայելական բանակը ընդլայնում է իր գործողությունները Գազայի հատվածում որպես ինքնապաշտպանության մաս, սակայն պատրաստ է ճշգրտել իր գործողությունները, եթե համաձայնության հասնեն պատանդների ազատ արձակման վերաբերյալ, հայտարարել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը։ Այս մասին հաղորդում է TASS-ը։ Նա ընդգծել է, որ իսրայելական կողմը կհաստատի լրացուցիչ տարածքների նկատմամբ օպերատիվ վերահսկողություն, կմաքրի եւ կոչնչացնի ահաբեկչական ենթակառուցվածքները մինչեւ Պաղեստինյան Համասի շարժման լիակատար պարտությունը։ Նրա խոսքով պատանդների ազատագրումը մնում է առաջնահերթ նպատակը։
Իսպանիայի մի շարք շրջաններ մնացել են առանց ֆիքսված կապի եւ ինտերնետի խոշորագույն տելեֆոնիկա հեռահաղորդակցման ընկերության ցանցում տեխնիկական խափանման պատճառով հայտնում է Անտենա 3 հեռուստաալիքը։ Խնդիրն ազդել է Բասկերի երկրի, Վալենսիայի, Արագոնի եւ Էքստրեմադուրայի վրա։ Ինչպես պարզաբանել է օպերատորն ինքը, վթարի պատճառը ցանցի արդիականացման աշխատանքներն են եղել, որոնց ընթացքում տեղի է ունեցել խափանում։ Առաջին պայծ միջադեպերի կառավարման կոմիտեն ակտիվացել է տուժած հանգույցները մեկուսացվել են եւ մասնագետներն ուղարկվել են վայրեր արագ միջամտության համար։ Հեռուստաալիքին ասել է տելեֆոնիկայի գործառնությունների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների տնօրեն Սերխիո Սանչեսը։ Նշվում է, որ հեռախոսային եւ ինտերնետ կապերն արդեն վերականգնվել են բացառությամբ առանձին դեպքերի։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին դեռ հնարավորություն ունի նվազագույն կորուստներով ավարտել հակամարտությունը Ուկրաինայում։ Հայտարարել է ամերիկյան հետախուզության նախկին աշխատակից Սքոթ Ռիթերը։ Նա հնարավորություն ունի վերջ դնելու հակամարտությանը առավել շահեկան դիրքերում, ինչը կարտացոլի ուկրաինացիների համար դաժան իրականություն է կապված Ռուսաստանի հետ հարաբերություններում Զելենսկու վատ որոշումների հետ, ասել է նա։ Ռիթերը հիշեցրել է, որ Զելենսկին կորցրել է Դոնբասը եւ չի կարողանա վերականգնել ազդեցությունը դրա վրա։ Ահա թե ինչու արժե դադարեցնել հակամարտությունը ավելի մեծ կորուստներից խուսափելու համար։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև շփումների վերականգնման մասին։ Ներկայումս շփումներ կան ռուսների եւ ուկրաինացիների միջև, ընդգծել է նա։ Պեսկովի խոսքով դա ինքնին կարևոր է կողմերի միջև բանակցությունների ներկա փուլում։ Իրանը Միացյալ Նահանգներից առաջարկ է ստացել բանակցությունների 5-րդ փուլն անցկացնել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման համար։ Այս մասին Իրանի պետական հեռուստառադիո ընկերության եթերում հայտարարել է Հանրապետության փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Մենք ստացել ենք Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլի առաջարկը, որն այժմ քննարկման փուլում է։ Ղարիբաբադի խոսքերը մեջբերում է գործակալությունը։ Երկու երկրների միջև անուղղակի բանակցությունների 4-րդ փուլը տեղի էր ունեցել մայիսի 11-ին Մասկատում օմանական կողմի միջնորդությամբ։ Բանակցությունները վերսկսվել են երկչափատյա ընդմիջումից հետո։ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների առաջին եւ երրորդ փուլերը տեղի են ունեցել Օմանում, համապատասխանաբար ապրիլի 12-ին եւ 26-ին, իսկ երկրորդը Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ապրիլի 19-ին։ Եմենի Անսար Ալլահ շարժման հութիները ծովային շրջափակման են ենթարկելու Հայֆա նավահանգիստը, որը գտնվում է Իսրայելի հյուսիս-արևմուտքում։ Այս մասին հութիների կողմից վերահսկվող Ալ-Մասիրա հեռուստաալիքի եթերում հայտարարել է Արստամների կողմից ստեղծված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարյան։ Նրա խոսքով Եմենի զինված ուժերը որոշել են կատարել Անսար Ալլահի ղեկավարության ցուցումները, սկսելու Հայֆա նավահանգստի ծովային շրջափակման գործողությունը։ Մայիսի 18-ին հաղորդվել էր, որ հութիները երկու անգամ հրթիռներով հարձակվել են Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հուշագրի պատրաստման վերջնաժամկետ չկա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պեսկովն ընդգծել է, որ ժամկետներ չկան եւ չեն կարող լինել։ Նա նշել է, որ բոլորն ուզում են հնարավորինս արագ պատրաստել հուշագիրը, բայց իհարկե սատանան մանրամասների մեջ է։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով եւ ռուսական եւ ուկրաինական կողմերը կձևակերպեն իրենց տեքստերի նախագծերը, որոնք կփոխանակեն Մոսկվան եւ Կիևը, իսկ հետո կհետևեն համալիր շփումներ մեկ փաստաթուղթ մշակելու համար։ Մայիսի 20-ին Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև շփումների վերականգնման մասին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում ամերիկացի զինվոր չի լինի։ Այս մասին նա ասել է Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նա նաև հավելել է, որ չի խստացնում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի որ Ուկրաինայում կարգավորման հասնելու հնարավորություն կա։ Թրամփը նաև հավելել է, որ Միացյալ Նահանգները չպետք է միջամտեր ուկրաինական հակամարտությանը, որը պետք է մնար եվրոպական խնդիր։ Հենց այն պատճառով, որ ԱՄՆ նախորդ նախագահը երկիրը ներքաշել է հակամարտության մեջ, Թրամփը ստիպված է զբաղվել դրա լուծմամբ։
Ուկրաինան եւ եվրոպական մի շարք երկրներ համաձայն չեն Մոսկվայի եւ Կիևի միջև ուղիղ բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրին։ Արևմուտքը կարծում է, որ ԱՄՆ նախագահը հեռանում է դիվանագիտական ջանքերից հակամարտությունը կարգավորելու համար։ Այս մասին հայտում է Bloomberg-ը աղբյուրներին հղումով։ Եվրոպացի պաշտոնյաներից մեկը, ով խնդրել է իր անունը չհրապարակել, ասել է, որ առաջնորդները վախենում են, որ Թրամփը հետ կկանգնի դիվանագիտական ջանքերից։ Պաշտոնյան հավելել է, որ Կիևում եւ Եվրոպայի այլ առաջնորդներ համաձայն չեն Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների իր ծրագրին։ Գրում է թերթը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո հեռացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սպառնալիքի նախկին մարտավարությունից։ Այս մասին գրում է ամերիկյան The New York Times թերթը։ Թրամփը ասել է, որ պայմանները կքննարկվեն անմիջականորեն պատերազմող երկրների միջև։ Սա շեղում է Թրամփի Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու վերջին սպառնալիքներից, ասվում է հայտարարության մեջ։ Ինչպես հիշեցնում է թերթը, ապրիլին Թրամփը բարձրացրել է Ռուսաստանի Դաշնության դեմ բանկային նոր պատժամիջոցների հնարավորության հարցը։ Պատժամիջոցների 17-րդ փաթեթի ընդունումից անմիջապես հետո սկսվում է Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի նախապատրաստումը, որպեսզի Ռուսաստանը խաղաղություն ցանկանա։ Այս մասին եվրոպական դիվանագիտության ղեկավար Կալասը հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպմանը փոխանցում է 10-ը։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նշել է նաեւ եվրոպական հետախուզության գաղտնի զեկույցը, որի համաձայն Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն արդյունավետ են։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության մեծ հաղթանակն է։ Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը։ Թերթի նույն հոդվածում ասվում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին աղաչել է Թրամփին Պուտինի հետ զրույցից հետո չհեռանալ Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացից։ FT-ն հիշեցրել է, որ ըստ Թրամփի գործարքի պայմանները կարող են համաձայնեցնել միայն կռվող կողմերը, որովհետև նրանք գիտեն բանակցությունների մանրամասները, որոնք ոչ ոք չի կարող իմանալ։ MQ Inner Raper հետախուզական եւ հարվածային անօթաչու թռչողսարքի դարաշրջանն ավարտվում է, գրում է Business Insider-ը։ Հեղինակները շեշտում են, որ անօթաչու թռչողսարքը ահռելի զենք էր ահաբեկչության դեմ պայքարում, սակայն այսօր այն այնքան էլ արդյունավետ չէ։ Մասնավորապես 2023 թվականից Եմենում առնվազն 15 MQ Inner Raper-ը խոցվել, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է $500 միլիոն։ MQ9-ի սպառնալիքը ամենայն հավանականությամբ շատ ավելի մեծ կլիներ, եթե նրանք բախվեին ավելի առաջադեմ զինվորականների հետ, ավելի հզոր եւ ճշգրիտ հոբ համակարգերով, ասվում է հրապարակման մեջ։ Երևանի Մայր Հայաստան խմբակցության ավականու անդամ Գևորգ Ստեփանյանն անդրադարձել է Երևանի քաղաքապետարանում իրականացված գործողություններին, որի հետևանքով կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալվել է քաղաքապետարանի 2 պաշտոնատար անձ։ Գավականունիստի ժամանակ հակակոռուպցիոն կոմիտեն մտավ այս առաջին մասնաշենք Արգիշտի 1, հետո մի 5 րոպե ժամանակ կար, դուք ընդդրեք, մի 5 րոպե զանգ եկավ իրենց, երևի շփոթել էին, գնացին այնդ։ Դե կապ չունի, պոզով պոչով կենթանին այստեղ Արգիշտի 1-ից ընդեղ Չէ, չգիտեմ ովքեր են, բայց հասարակական կարգի տարբեր վարչություններից մի քանի օր առաջ Շենգավիթ վարչական շրջանից էր, չէ, ասենց մի աստղաբույլ էր, հիմա սուտ խոսալով ոչ մի բան չեն կարա։ Երևանցիները լավ հասկանում են, որ այս մարտիկ պոզով պոչով այդ կոռուպցիոն կենթանին մտել է ստեղ ու դուրս չի գալի։ ՔՊ-ն ու հանրապետությունը իրենց ճիքերն է վերջի մենամարտ են տալի, այս թալանը պահելու համար։ Հենց այդ մեքենա այրելու, հենց այդ նորքի ծեծ ու ջարդը բոլորը դիտեք այս պրիզմայի մեջ։ Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի խոսքով Երևանի քաղաքապետարանում համակարգային կոռուպցիա չկա։ Նաև ընդգծել է, թե իրենց օրոք բոլոր այն մարդիկ, ովքեր կոռուպցիայի գործով են զբաղվում, պատժվում են։ Երևանի մյուս փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն էլ նշել է, թե չի տիրապետում մանրամասներին, տեղեկացված է այնքանով, որքանով բոլորը։ Ընթացքում քննության գտնվող գործը ենթադրում եմ, որ ինչ-որ գործողություն է կատարվել ու մարդկանց անմեղության կանխաբարկացնել հորդորում եմ չխախտել, որտեղ անձը համարվում է մեղավոր, երբ որ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Եղանակը առաջիկա օրերին։ Երևանում մայիսի 21-ից 3-ը, 22-ին եւ 25-ից 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 24-ից 3-ը սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ քամու ուժ գնացում։
Մարզերում մայիսի 21-ից 3-ը, 23-ից 25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 22-ին եւ 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժ գնացում։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։